Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, իսկ սառեցված ձևաչափ չկա կառույցում։ Եվրասիական տնտեսական միություն, թե Եվրամիություն, Երևանը խնդիր չի տեսնում ընտրության հարցում, Մոսկվան է տեսնում։ Լքել Իրանը, սպիտակ տան հորդորը ամերիկացիներին Իրանի հետ բանակցություններից առաջ։ Հայկական գյուղմթերքը ավելի մրցունակ է, քան ադրբեջանականը, նախարարը թվեր է հրապարակել։ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով ապացույցներ կան, դատարան են բերվել կրակմարիչներ, դյուրավառ նյութեր ու հագուստ։ Քննությունը բավարար է ատեստավորվելու համար, որ զինվորականների համար է գործում նոր կարգը։ Թմրանյութ օգտագործես կամ հոգեկան առողջության խնդիր ունենաս, կզրկվես վարորդական իրավունքից։ Բանտից տուն Միքայել Սրբազանի կալանքը փոխվել է եւ Արարատ 73 սպորտային դրաման մեծ էկրանին։ Բարի երեկո, արգել է հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին։ Եվ այսպես ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը ամենայն հավանականությամբ Հայաստան կայցելի փետրվարի 9-ին կմեկնի 10-ին։ Նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ, հայտնում են ամերիկյան պարբերականները։ Իսկ մինչև այդ տարածաշրջանը շունչը պահած սպասում է ԱՄՆ-Իրան բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, ինչը ըստ էության կարող է վճռել իրավիճակի ելքը։ Բանակցել, թե պատերազմել եւ քիչ առաջ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Օմանում ավարտվել են բանակցությունները, կողմերը պայմանավորվել են խորհրդակցություններից հետո շարունակել բանակցությունները։ Իրանի համառության շնորհիվ ու թելադրանքով բանակցային գործընթացը Ստամբուլից տեղափոխվեց Օման, մայրաքաղաք Մասկատ։ Իրանական դիվանագիտությունն այդպիսին 12-օրյա պատերազմից առաջ անարդյունավետ բանակցությունները Օմանում էին տեղի ունենում։ Հիմա Իրանի արտաքին գերատեսչությունը Աբբաս Արաղչիի գլխավորությամբ ԱՄՆ-ին առաջարկել է բանակցային գործընթացը շարունակել այն կետից, որտեղ կանգ էին առել։ Երբ դու գնում ես Օմանում ես բանակցում, դա անցալում է որպես անցյալ տարվա բանակցությունների շարունակություն։ Այդ դրա համար ինքը տարավ Օման եւ ասաց, որ մենք շարունակում ենք այն բանակցային գործընթացը, որը դու խախտել ես։ Հիմա իմ պայմանով ենք շարունակում։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Բանակցությունների առանցքում Իրանի միջուկային ծրագիրն է։ Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը եւ փոխադարձ շահերը հեռետարաբանություն չեն, այլ անհրաժեշտություն եւ երկարատև համաձայնագրի հիմք։ ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի ֆոնին ավելի է իրավիճակը լարվում Մերձավոր Արևելքում տարածաշրջանում։ ԱՄՆ-ն պաշտոնական հայտարարություններ է տարածում, զգուշացնելով իր երկրի քաղաքացիներին լքել Իրանը, Հայաստանի եւ Թուրքիայի հետ սահմանով։ Օրեր առաջ էլ ամերիկյան զինուժը հետախուզական անօդաչու թռչող սարք էր խոցել ամերիկյան նավատորմերին դիտարկող։ Իրանի միջուկային օբյեկտներին անցած տարի ամերիկյան զինուժի հասցրած ավերիչ հարվածներից հետո Թեհրանը կրկին փորձում է շարունակել իր միջուկային ծրագիրը։ Նրանք մտադիր էին միջուկային նոր օբյեկտ կառուցել երկրի այլ հատվածում, եւ մենք իմացանք դրա մասին։ Ես ասացի, եթե անեք դա, մենք շատ վատ բաներ կանենք ձեզ հետ։ Մի կողմից բանակցություններ, մյուս կողմից ուժերի ցուցադրություն։ Որքան էլ ԱՄՆ-ն իր նավատորմերը, արմադաները մոտեցնում է Իրանին, այնքան ավելանում են Իրանին աջակցություն ցուցաբերող երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը։ Տասնյակ ինքնաթիռներ են ժամանել, ռազմական ինքնաթիռներ, բեռնատար ինքնաթիռներ, ասենք հակաօդային պաշտպանության սարքավորում, որը 350 կիլոմետր վրա տեսնում է արդեն թռչող օբյեկտը եւ կարող է դրան խոցել։ Մի քանի օրից Հայաստան կայցելի ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը թրիփ նախագիծն է լինելու հայկական կողմի քննարկման առանցքում, ինչին իրանական կողմը կասկածելի վերաբերմունք է ցուցաբերում։ Իրանական կողմը լավ է հասկանում, որ այդ նախագծում շահագրգռվածություն ունեցող Արևմուտքը ցանկանում է իսլամական երկրին կտրել հյուսիսային հարևաններից, մեկուսացնել աշխարհի հետ շփումներից։ Մի ամիս առաջ մոտավորապես կամ 3 շաբաթ առաջ որ Թեհրանում կարծում եմ, որ Հայաստանը վերածում է հակաիրանական պլազդարմի կամ կենտրոնի։ Թրիփը հակաիրանական նախագիծ է, որ իրականություն է դառնում։ Իրանում ստեղծված լարված իրավիճակը ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական գործողությունները ծանր կանդրադառնան Իրանի հյուսիսային հարևան Հայաստանի վրա։ Իրանում ներքին խժդժությունների անկարգությունների արդյունքում կապը Հայաստանի հետ հատկապես տնտեսական առումով պարալիզվել էր։ Իրանական տարբեր տեսակի ապրանքների ներմուծումը Հայաստանը արգելվեց։ Դրանց դեֆիցիտի արդյունքում մի շարք ապրանքատեսակների մոտ գնի բարձրացում արձանագրվեց։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիր Զադեն Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է Բաքու-Թեհրան հարաբերությունները մտքեր փոխանակել պաշտպանական ոլորտում գործակցության հեռանկարների վերաբերյալ անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ալիևը նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, ինչը կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի սահմանակից Իրանի համար։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին կանչել են այդ երկրի արտգործնախարարություն Միխայիլ Եվդոկիմովին բողոքի նոտա են հանձնել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինի հայտարարությունից հետո Ադրբեջանում Հայաստանի քաղաքացիների դատապարտման վերաբերյալ։ Բաքուն Մոսկվային կոչ է արել ձեռնարկել միջոցներ դադարեցնելու համար Զատուլինի նման անձանց ապակառուցողական գործունեությունը, որոնք վնասում են ադրբեջանա-ռուսական հարաբերություններին։ Իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել Երևանի այս դաշինքի միջև ծագած խնդրահարույց հարցերում։ Անդրադառնալով ՀԱՊԿ անդամակցությանը Հայաստանի դիրքորոշմանը դեսպանը նշել է, որ վերջին օրերին հրապարակային հայտարարություններ են եղել այն մասին, թե սառեցված կարգավիճակը չի փոխվի։ Իսկ սառեցված ձևաչափ ըստ Կոպիրկինի կազմակերպության պայմանագրային իրավական բազայում նախատեսված չէ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, նշել է դիվանագետը։ Իդեպ Կոպիրկինը հավելել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևում է TRIP նախագծին և պատրաստ է քննարկել այս նախաձեռնությանը հնարավոր մասնակցությունը։ Հատկապես վերջին օրերին ավելի հաճախ է Մոսկվան զգուշացնում, ժամանակը ավարտվում է, պետք է կողմնորոշվել, մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե բռնել Եվրամիության ճամփան։ Երեկ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը այսօր էլ փոխվարչապետ Օվերչուկն է հիշեցրել՝ մի ձեռքով երկու ձմերուկ չեն բռնում։ Ռուսաստանի փոխվարչապետը դեպի Եվրոպա քայլող Հայաստանին առաջարկում է հաշվի առնել, որ այդ միությունն էլ քայլ է անում փոխելու իր բնույթը տնտեսականից վերածվելու ռազմաքաղաքականի։ Օվերչուկը շեշտում է, Հայաստանը չի կարողանա միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումների կազմում լինել։ Նկատի ունի ընտրությունը հստակ է կամ, Երևանը պետք է ընտրի կամ Հյուսիս ԵԱՏՄ կամ Արևմուտք Եվրոպա։ Հետևաբար, ըստ Օվերչուկի, ընտրությունը համալիր կլինի հաշվի առնելով հենց Եվրոպական միության փոփոխականությունը։ Հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հնարավոր է հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը։ Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է։ Մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրություն կատարելու խնդիր Հայաստանի իշխանությունների ձևակերպմամբ հիմա նույնիսկ չկա մեր առաջ։ ԵԱՏՄ-ից դուրս գալու միտք էլ անցնող օրերին Մոսկվայում ազգային ժողովի նախագահը արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը ձևակերպեց։ Հայաստանը չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել իրենց դեմ։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից դուրս գանք։ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով եւ Հայաստանում այլընկալում չկա։ Երևանը հիմա շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, ինչպես բանաձևեց խորհրդարանի խոսնակը, բայց հիշեցնեմ, օրերս Սերգեյ Լավրովի ղեկավարած գերատեսչությունից Բրյուսելի Հայաստանից հակառուսական կուրս պահանջելու վերաբերյալ նշել էին, որ ինչ-որ պահի այն անպայման լինելու է, նամակը գալու է։ Թեպետ ըստ ռուս դիվանագետ Մասլենիկովի, Եվրոպայի բոլոր պահանջների բավարարումը նույնիսկ չի երաշխավորում, որ անդամակցության մանդատն անպայման կտան։ Որոշակի փուլում ցանկացած թեկնածու երկրից Բրյուսելը սկսում է լիակատար համերաշխություն պահանջել իր արտաքին քաղաքական գծի հետ, որն այսօր բացահայտ հակառուսական է։ Իսկ փորձագետ վերլուծաբանների գնահատականներն ավելի խիստ են, ոչ թե պարզապես հակառուսական գիծ, այլ քաղաքագիտության պրոֆեսորի ձևակերպմամբ Արևմուտքն այսօր Ռուսաստանին ընկալում է նույնիսկ որպես թշնամական բևեռ։ Մոսկվայի դեմ արտաքին քաղաքական կուրս որդեգրելու պահանջով թուղթը կգա Երևան։ Մասնագետի խոսքով ոչ միայն մենք, այլև յուրաքանչյուր երկիր հավաքական Արևմուտքին հետաքրքիր է այնքան, որքան ունակ կլինի ընդդեմ Հյուսիսի կանգնել։ Հետևապես նամակ չստանալու տարբերակ չկա։ Իսկ երբ Ընդայնման ոչ մի ծրագիր մոտակա երևի մի 30-40-50 տարում Եվրոպական միությունը չունի։ Բայց դա չի նշանակում, թե Եվրամիությունը բաց է թողնելու առիթը իր ազդեցությունը տարածելու այն երկրներում, որոնք որ Հայաստանի նման ձգտում են դեպի Եվրամիություն։
Մեր խորհրդարանը հիշենք նաև, որ ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, սակայն ըստ փորձագետների Հայաստանի եվրոպական քայլերի հեռանկարը դեռ անորոշ է։ Միևնույն ժամանակ դարձյալ ըստ մասնագետների գնահատականի ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում մեր երկրի յուրաքանչյուր քայլ դիտարկում են ավելի լայն ռազմաքաղաքական համատեքստում։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Հայկական գյուղմթերքը ավելի մրցունակ է, քան ադրբեջանականը, նախարարը թվեր է հրապարակել։ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով ապացույցներ կան, դատարան են բերվել կրակմարիչներ, դյուրավառ նյութեր ու հագուստ։ Քննությունը բավարար է ատեստավորվելու համար, որ զինվորականների համար է գործում նոր կարգը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով ևս երկու տեսակի ապրանքի ներկրման հնարավորությունը, իսկ Հայաստանից Ադրբեջան մինչև այս պահը տեղական որևէ ապրանք չի ասել, բայց կարող է հասնել ծխախոտ, կոնյակ և գյուղատնտեսական մթերք։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով հայկական գյուղմթերքը ավելի մրցունակ է, քան ադրբեջանականը։ Պապոյանը նաև տնտեսական թվեր է հրապարակել։ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2025-ին ավելի քան 10 տրիլիոն 850 միլիարդ դրամ է եղել, այսինքն 28 միլիարդ 500 միլիոն դոլար։ Էկոնոմիկայի նախարարն է նախորդ տարվա հիմնական ցուցանիշները ներկայացրել։ Տնտեսության ակտիվության ցուցանիշը 2025-ին 9.1% է եղել։ Առաջատարներից մեկը շինարարությունն է 20%-անոց աճով, որը մեծապես պետական պատվերների արդյունքն է։ Շինարարության ոլորտում աճին են նպաստել նաև դրսից խոշոր ներդրումները։ Բոլոր խոշոր ներդրումային ծրագրերը, որոնք որ մենք հայտարարել ենք, իրենք ակտիվ ընթացքի մեջ են։ Եթե օրինակ Լիդիանի դեպքում ըստ էության 750 միլիոն ներդրումից 550-ը արդեն արվել է եւ տարվա ընթացքում մնացածն էլ կարվի ու տարվա ընթացքում արդեն Լիդիանը կսկսի թողարկել, այսինքն արդյունահանում տեղի կունենա եւ մենք արտադրություն կունենանք։ Պետությունը 2025-ին սուբսիդավորել է Եվրամիություն եւ Կանադա արտահանվող տեղական արտադրանքի համար տվյալ երկրներում վճարվող մաքսատուրքը։ Դրա շնորհիվ է նաեւ, որ 2025-ին Եվրոպական միության մասնաբաժինը արտահանման զամբյուղում հասել է 7.9%-ի։ Հայաստանի հիմնական շուկան սակայն շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այն հատկապես գյուղարտադրանքի սպառման հիմնական ուղղությունն է։ 1 միլիարդ դոլարից ավել վարկ կա տրամադրված գյուղատնտեսության ոլորտում։ Դա նշանակում է, որ գյուղատնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսություն է, շահութաբեր է, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվում են բիզնեսմենները, գործարարները։ 1 միլիարդ դոլար վարկ են վեկալել դրել գյուղատնտեսության մեջ։ Այդ նշանակում է ինքը նշանակում է ինտենսիվ գյուղատնտեսությունը, խելացի գյուղատնտեսությունը, ինքը եկամտաբեր գործ է։ Հանգույցայինը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առևտրական գծորդի աշխատանքի կազմակերպումն է։ Լոգիստիկայի իմաստով ամենադրականը կլինի, եթե Հայաստանի Հանրապետությունը մի քանի երկրամասերում ունենար լոգիստիկ հանգույցներ։ Կա կարծիք, որ ռուսական շուկան գալիք տարիներին աստիճանաբար դառնալու է ոչ մրցունակ հայկական գյուղմթերքի համար։ Այն համատեքստում, որ Ռուսաստանը հարավային շրջաններում մեծ ներդրումներ է կատարում սեփական ինքնաբավությունը ապահովելու համար։ Մյուս կողմից ենթադրվում է, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների բացման դեպքում հարցականի տակ է հայտնվելու նաեւ տեղական շուկայում տեղական ապրանքի սպառումը։ Մենք այդպիսի հնարավորություն չենք տեսնում, որ հնարավոր է Ադրբեջանից գա էական քանակի գյուղմթերք, ընդհակառակը պոտենցիալ տեսնում ենք, որ կարող է Հայաստանից արտահանվել Ադրբեջան։ Մենք շատ ավելի մրցունակ ենք։ Լոլիկի ինքնարժեքը նույնիսկ ամառը մոտապես տատամը $1 շրջակայքում։ Թուրքիայում լոլիկը կազմում մոտապես $0.6 Էկոնոմիկայի նախարարը նշում է, որ պետությունն ինքը չի կարող ուղղակի ներդրումներ կատարել տնտեսության այս կամ այն ոլորտում, բայց փորձում է բիզնեսին սուբսիդավորումներով ոգևորել ներդրումներ իրականացնելու եւ արտադրության կազմակերպման հարցում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային զինծառայության անցնողները պարտավոր չեն լինի ատեստավորվել, ուսումնական փուլի ավարտին հանձնած քննությունը բավարար կլինի պայմանով, որ զինծառայողը նշանակվի ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխան պաշտոնի։ Ինչ վերաբերում է ռազմաուսումնական հաստատություններն ավարտած եւ սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին, ապա նրանց դեպքում էլ ատեստավորված կլինեն ավարտական քննությունների արդյունքներով։ Պաշտպանության նախարարության օրենսդրական փոփոխության առաջարկը քննարկվել է խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում։ Ըստ պաշտպանության նախարարի երկու դեպքում էլ հավելավճարը կհաշվեն պաշտոնում նշանակվելու պահից։ Նախկինում
մեզ մոտ հետևյալն էր. ուսումնական զորամասերում ժամկետային զինծառայողները անցնում էին մի ուսումնական պլանով, որը ավելի հեշտացված էր ըստ էության, իսկ պայմանագրային զինծառայողների համար պահանջները այլ էին։ Այսօր արդեն զինված ուժերում ներդրված է համահավասար սկզբունք, այսինքն ուսումնական զորամասերում ուսումնական process-ը, պատրաստությունը անցնում են եւ քննությունը տալիս են նույն չափորոշիչներով, ինչ չափորոշիչով հանձնում է սպան եւ պայմանագրային զինծառայողը։ Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստում այսօր ներկայացվել են գործով հավաքված ապացույցները։ Դրանք թերևս որոշակի լույս կարող են սփռել այն հակասությունների վրա, որոնք առկա են գործով անցնող մեղադրյալների եւ վկաների ցուցմունքներում։ Նիստի ընթացքում տուժողների իրավաճորտների ներկայացուցիչները նշել են, որ դեպքի վայրից առգրավված կրակարիչների վրա չկա մուր կամ հրդեհի վայրում կիրառման այլ հետքեր, հետևաբար դրանք չեն օգտագործվել եւ եղել են դրսում։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու հրդեհը հանգցնելու համար դրանք չեն բանեցվել։ Ապացույցների մասով հայտարարությամբ է հանդես եկել մեղադրյալը։ Շևրոնը։ Այս դրամասն ասում, ես հետախուզական բան։ Ասա հետախուզական հասկանալ, Ես բաշխել եմ ում կողմից, ինչ նպատակներով, երբ, ինչ հանգամանքներով, որտեղից է հայտնաբերվել ըստ էության առանց վնասումների։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպե նրանց։ Թմրանյութ օգտագործես կամ հոգեկան առողջության խնդիր ունենաս, կզրկվես վարորդական իրավունքից։ Բանտից տուն Միքայել Սրբազանի կալանքը փոխվել է եւ Արարատ 73 սպորտային դրաման մեծ էկրանին։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Կարմիր գորգ հայտնի հյուրեր եւ անցյալը վերադառնում են ներկա, բարձրանում մեծ էկրան։ Մոսկվա կինոթատրոնում կայացել է Ոսկե դուբլ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, նվիրված լեգենդար Արարատ 73-ի լեգենդ դարձած մարզիկին ու մարզիչին։ Արարատ Երևան Դինամո Կիև Արարատ 73 գեղարվեստական ֆիլմը փետրվարի 5-ից բոլոր կինոթատրոններում է։ Այն խորհրդային ֆուտբոլի պատմությունը փոխած թիմի եւ նրա լեգենդար առաջնորդի Նիկիտա Սիմոնյանի մասին է։ Սպորտային դրաման նվիրված է մի հաղթանակի, որն այսօր էլ համարվում է անհնարինի իրականացում։ Ֆիլմի պաշտոնական պրեմիերան կայացավ Կինո Մոսկվա կինոթատրոնում։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաեւ խորհրդային միության ֆուտբոլի պատմական գավաթը։ Ընդգծելով պատմական պահի խորհրդանշական իմաստը։ Ոսկե դուբլ ֆիլմը AP Cinema-ի եւ Start առցանց կինոթատրոնի համատեղ արտադրությունն է։ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ գլխավոր դերում հանդես է գալիս Եգոր Բորոևը, մարմնավորելով խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին, որի ղեկավարությամբ Երևանի Արարատը մեկ մրցաշարում նվաճեց եւ խորհրդային միության առաջնությունը եւ խորհրդային միության գավաթը։ Играйте сердцем. Нужно, чтобы через много лет кто-то сказал, они сделали это. Արարատ 73-ը դա լեգենդներ են, որոնց վրա որ սերունդներ են մեծացել եւ Արարատ 73-ի մասին պատմել սերնդեսերունդ։ Այս ֆիլմը բոլորի համար է տոն կարծում եմ, իսկ կերպարս հարևանուհին է Նիկիտա Սիմոնյանի, այդ փոքր դերակատարմով փորձել եմ հայկական իրական կոլորիտը ցույց տալ։ Պրեմիերային ներկայ էին հայ եւ խորհրդային ֆուտբոլի հայտնի ներկայացուցիչներ Սերգեյ Բանդարենկոն, Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսանդր Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը, Իգոր Սեմշովը եւ ուրիշներ։ Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով ֆիլմը ոչ միայն սպորտի, այլև հաղթանակի ճանապարհի մասին է։ Ասում է նկարահանման ընթացքում ձևավորվել է յուրահատուկ թիմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների եւ դերասանների համադրությամբ։ Շատ դերասաններ ամիսներ շարունակ ինտենսիվ մարզումներ են անցել խաղադաշտում հնարավորինս համոզիչ լինելու համար։ Պատմական գոլի հեղինակ Լևոն Իշտոյանի կերպարը մարմնավորած Սաշա Սուքեսյանը խոստովանեց, որ նման հերոսի կերտումը չափազանց պատասխանատու էր, սակայն թիմը ամեն ինչ արել է լավագույն արդյունքի համար։ Գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը նշեց, որ Նիկիտա Սիմոնյանը մասնակցել է սցենարի մշակմանը, տեսել է ֆիլմի որոշ հատվածներ, սակայն ցավոք չի հասցրել դիտել այն ամբողջությամբ։ Այն օրը, երբ որ ինձ մոտ եկավ այդ միտքը նկարահանել Արարատ 73 ֆիլմը, առաջինս ես իր հետ եմ կապնվել, իր հետ
խորհրդակցել եմ, ինքը ունեցել է ամենաուղիղ մասնակցությունը թե սցենարի մեջ եւ անգամ ֆիլմի ցավոք սրտի հատվածներ ա տեսել։ Ֆիլմում լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի կերպարը մարմնավորում է Էդվին Հակոբյանը, ով նշեց, որ ֆուտբոլային անցյալը որոշ չափով օգնել է կերպարին մոտենալուն։ Իսկ Հովհաննես Զանազարյանի կերպարը մարմնավորած Լև Ստավսյանի խոսքով նա փորձել է ոչ թե կրկնօրինակել, այլ իր մեկնաբանությամբ ներկայացնել լեգենդար ֆուտբոլիստին։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Վարորդական իրավունք ստանալը ավելի է խստացվում։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է Արմետ համակարգի տված տեղեկատվության համաձայն վարորդական իրավունքից զրկել բոլոր նրանց, ովքեր կունենան թմրամիջոցների կամ հոգեկան առողջության սահմանափակումներ։ Ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրը ինքնաշխատ կդադարեցնի ավտոտրանսպորտային միջոցը վարելու հնարավորությունը։ Գործող օրենքով, եթե վարորդը ցանկանում է վարորդական փաստաթուղթ ստանալ կամ փոխել այն, մեխանիկական հարցում է կատարում առողջապահական համակարգին։ Նոր տարբերակով դա իրականացնելու է ավտոմատ։ 21 թվականից մինչև այսօր հարցումների արդյունքում մեխանիկորեն դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունքը։ Հակառակ կողմում կարձանագրվի այդ դեպքը, մեխանիկորեն վարելու իրավունքը կդադարեցվի։ Որևէ մեկ էլ շանս չի ունենա անթույլատրելի թեկուզ 1 րոպե ժամանակով ունենա վարորդական իրավունքից օգտվելու հնարավորություն։ Կարծում եմ, որ կարելի է դեպքերի համար գրել, որ հարցում անելու դեպքում օրենքով սահմանվի, որ պատասխանը օրինական հնարավոր է տալ։ Կես դեպքում արդեն ասում է օրենքի ուժով, այսպես ասած, տոտալ սկզբունքով բոլորի վերաբերյալ պարտավոր է տրամադրես ու ես էլ ավտոմատ կբռնեմ կզրկեմ իրան չեմ էլ հարցնի։ Կարգալույց հոգևորականները հայց են ներկայացրել հայ առաքելական եկեղեցու դեմ պահանջելով անվավեր ճանաչել ամենայն հայոց հայրապետի որոշումը։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ էլ Շիրակի թեմի առաջնորդի կալանքը փոխվել է եւ երկար հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը։ Օրվա կարևորի մասին հաջորդիվ մեկ տեսաշարում։ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակվել են 2026 թվականի հունիսի 7-ին։ Խորհրդարանի հերթական ընտրությունների քվեարկության օրը նշանակվելու մասին նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը հրապարակված է նրա պաշտոնական կայքում։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց, վերաքննիչ դատարանը կալանքը փոխարինեց տնային կալանքով, բավարարելով փաստաբանների միջնորդությունը։ Կարգալույց արված քահանա Ստեփան Ասատրյանը եւ Արամայիս Թախմազյանը հայց են ներկայացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, երկուսն էլ պահանջում են անվավեր ճանաչել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները եւ իրենց վերականգնել հովվական պաշտոններում։ Երևանում գործող Ռոսիա տոնավաճառի աշխատակիցները դեռևս 4-5 ամիս կաշխատեն իրենց տաղավարներում։ Տոնավաճառի աշխատակիցներն են հայտնել լրատվամիջոցներին, նշելով, որ այսօր այս որոշումն են իրենց հայտնել։ Երեք վաճառականները ակցիա են անում, պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տրամադրեն իրենց եւ 1 տարի ժամանակ տան, որպեսզի կարողանան իրացնել ներկրված ապրանքները։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ընթացքում նրա պաշտպանը միջնորդել է ամբողջական եւ անկախ բժշկական փորձաքննություն նշանակել իր պաշտպանյալի ամբողջական վիճակը գնահատելու համար։ Թվարկելով հիվանդությունները, փաստաբանն ասել է, թե իր պաշտպանյալի մոտ կա սրտամկանի սուր ինֆարկտի առաջացման բարձր ռիսկ։ Քաղաքացու նկատմամբ օրերս բռնություն գործադրած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դեպքի առթիվ փետրվարի 4-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այսօր է դատախազի կողմից Հայկ Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Այժմ եղանակ, ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ, ավելին կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով,
Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա եւս 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 3 աստիճան տաքություն։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 6-ից 10, Լոռիում 8-ից 11, Տավուշում 9-ից 12 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 6-ից 9, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 13-ից 16, Սյունիքի նախալեռներում 8-ից 12 աստիճան, Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով, այս գիշեր սպասվում է 0-ից 2, ցերեկը 6-ից 8, երեկոյան 4-ից 6 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, իսկ վարքյաններ անց առաջարկում եմ դիտել իմ բացառիկ հարցազրույցը Nairi Insurance ապահովական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանի հետ։ Բարի դիտում եւ բարի գիշեր։